Շնորհակալություն, պարոն Պողոսյան, իհարկե ես գիտեմ, որ դուք ինչպես ասացիք, ձեր գերատեսչությունը ներգրաված չէ անմիջապես այս ամենին, բայց ես տպավորություն եմ ստանում, որ մենք մեր իրավապահ մարմինների հաշվետվությունն ենք լսում, թե ով ինչ է արել, մինչդեռ այս դատավճիռը Միեդի կողմից ընդունված, պարտադիր է Հայաստանի Հանրապետության կողմից կատարման համար, եւ կատարողները միայն իրավապահ մարմինները չեն, այդ թվում նաեւ ձեր գերատեսչությունը։ Այստեղ ասելիք ունի եւ պետք է ունենա նաեւ քաղաքական մեծամասնությունը, որպեսզի զինի իրավապահ մարմիններին այս իրավական մասով, իրավաբանական մասով այս դատավճիռն իրականացնելու համար, իսկ քաղաքական մասի հետ կապված ես իմ ելույթի ժամանակ եւս կխոսեմ։ Համեցեք։ Շնորհակալություն, ես հենց իմ խոսքը կառուցել էի այդ տրամաբանությամբ, թե քննչական կոմիտեն ինչպես է կառուցում իր աշխատանքները, այդ թվում նաև հաշվի առնելով կայացված մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Ես հենց այդ տրամաբանությամբ էլ կառուցել էի իմ ելույթը, դրա համար պատահական մեջբերումներ չկատարեցի նոր օրենսգրքի կարգավորումներից, քննչական կոմիտեում ձևավորված առանձին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներից, նշեցի նաև, որ մասնագիտացված կառույցները վերապատրաստումներ են անցնում բազմաթիվ ծրագրերով եւ այլն եւ այլն։ Հենց այդ տրամաբանության մեջ իմ շեշտադրումները կատարեցի, որը միտված է բացառապես որպեսզի չկրկնվի այն սխալները, բաց թողումները, որոնք որ արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հետեւաբար եւ բացառվի այդ խախտումները։ Հենց իմ խոսքը դրան էր ուղղված, այսքանը